Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգարժան տիկին գլխավոր դատախազ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Արդեն 3 օր է, ինչ լսում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությունները։ Պետք է ասել, որ մինչ հեղափոխությունը մեր իրականության մեջ օրենքի ու օրինականության խնդիրները չեն գտնվել իրենց բարձրության վրա։ Այդ է հանդիսացել պատճառը, որ քրեածին բարքերը Հայաստանում հարմատախիլ չեն արվել, որի հետևանքով երկրի եւ հասարակության զարգացումը չի գտնվել բավարար մակարդակի վրա։ Քաղաքացիական գիտակցությունն էլ չի գտնվել անհրաժեշտ բարձրության վրա։ Այդ իսկ պատճառով մեր բազմաշնորհ ստեղծագործ ազգը չի կարողացել իր հողի վրա գտնել զարգանալու, ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ։ Երբ աշխարհը արագորեն փոխվում էր, ի հայտ էին գալիս նոր մարտահրավերներ, հրամայականներ, մեր հասարակության շատ ու շատ ներկայացուցիչներ իրենց մասնագիտական գիտելիքները իրացնելու փոխարեն զբաղվում էին բոլորովին այլ գործերով, իրենց հանապազորյա հացի խնդիրները հոգալու համար, որի հետևանքով երկրում արձանագրվեց լրջագույն հետընթաց։ Հայաստանի քաղաքացին չէր զգում իրեն պաշտպանված եւ չէր կարողանում ունենալ արժանապատիվ կյանքի հնարավորություններ։ 3 գլխավոր դատախազի խոսքում իմ ուշադրությունը գրավեց մի հանգամանք, որի բովանդակությունը հետևյալն է։ Երբ փորձ է արվել Հայաստանի քաղաքացուն ներգրավել մեղմ ասած քաղաքական գործընթացների մեջ, սակայն վերջինս հրաժարվել է ասելով, որ ինքը դպրոց է կառուցում եւ պարզապես չի կարող մասնակցություն ունենալ այդ գործընթացներին։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վստահ եմ, որ հետայսու եւ ընդմիշտ մեր հայրենիքում պիտի գերակայեն օրենքն ու օրինականությունը, քաղաքացիականության բարձր դրսևորումները, սահմանադրությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Վստահ եմ, բոլոր քաղաքական խնդիրները լուծվելու, կարգավորվելու են բացառապես ոչ բռնի, օրինական եւ սահմանադրական ճանապարհով։ Հեղափոխությունից հետո մեր երկրում շարունակվում է անհաշտ պայքարը հովանավորչության, թալանի, բռնության, պետական միջոցների ապօրինի յուրացման դեմ։ 2018 թվականից հետո ընդմիշտ փակված է ընտրակեղծարարության արատավոր դրսևորումները եւ այլ բացասական մեր ազգային եւ պետական օրգանիզմը քայքայող վերացնող երևույթներ։ Սիրելի քաղաքացիներ, յուրաքանչյուր մարդ այլևս մեր երկրում պետք է զբաղվի իր գործով, կարողանա լիարժեքորեն իրականացնել իր ստեղծագործական եւ մասնագիտական հմտությունները, հանուն մեր հայրենիքի զարգացող եւ բարեկեցիկ ապագայի։